Սկսենք, չենք ուշացել, շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունեցիք, մենք շատ ենք ցանկանում և կիսվենք մեր նախորդ տարվա կատարված աշխատանքների մասին և շատ ավելի կարևոր է, ես փորձելու եմ ավելի շատ դրա մասին խոսալ, այն խնդիրների մասին, որոնք կան չեն լուծում և որոնք որոշ չափով աղավաղում են մեր լրատվական դաշտը, խանգարում են հեռարձակողներին որակյալ բովանդակություն ստեղծել և տարածել և այն վտանգների մասին, որը ստեղծում է արհեստական բանականության գործիքներով այդ սինթետիկ կոնտենտը, նորից, որի վտանգների մասին մենք քիչ ենք խոսում և այստեղ ես կարծում եմ մամուլը պետք է լինի մեր դաշնակիցը, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի արդյունավետ նպատակներին հասնենք։ Սա է, ես մեր կատարած աշխատանքներին շատ կարճ կանդրադառնամ, որովհետև ես խնդրեցի մեր մամուլի ծառայությունին ձեզ շատ կարճ տեղեկանք պատրաստեց, որտեղ թվային մեր տվյալները բոլորը ամփոփված կան և եթե հարցեր լինի, ես կփորձեմ բոլոր ձեր հարցերին պատասխանել և ուրեմն ես շատ կարճ կխոսամ մեր նախորդ տարվա կատարված աշխատանքների մասին, նամանավանդ որ շուտով մենք հրապարակելու ենք ազգային ժողովի և ամբողջանության համար մեր տարեկան հաղորդումը, որտեղ հանգամանալից անդրադառնալու ենք բոլոր խնդիրներին։ Բայց մի երկու շատ կարևոր համեմատություն ես ուզում եմ անեմ, որովհետև նախորդ տարի մի քանի լրատվամիջոցում շարժվել էր այդ հարցը։ Տեսեք, նախորդ տարի և ընդհանրապես վերջի տարիներին մենք բավականին շատ վարույթներ ենք նախաձեռնում, օրինակ 2025 թվականին մենք նախաձեռնել ենք 84 վարույթ։ Ձեզ այդ թիվը ոչինչ չի ասի, եթե ես համեմատություն չանեմ, որ 2011-ից 2018 թվականից, ինչի 2011-ից, որովհետև առաջին մրցույթները հանրային մուլտիպլեքսի սլոթերի համար 2011 թվականին էին կայացել, 2011-ից 18, 7 տարվա ընթացքում մեր հանձնաժողովը նախաձեռնել էր ընդամենը 15 վարույթ։ 15 վարույթ 7 տարվա մեջ և միայն անցյալ տարի 85 վարույթ, 84, պատկերացնեք տարբերությունը և ընդհանրապես 19 թվականից մինչև նախորդ տարի մոտ 400 մենք վարույթ ենք նախաձեռնել, որի արդյունքում պարզ է, որ որոշ լրատվամիջոցներ պատիժներ են կրել ֆինանսականից մինչև օրինակ հաղորդումների կասեցում և մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան, որ մենք շատ կոշտ ենք մոտենում, որ մենք խոչընդոտում ենք մամուլի աշխատանքը, որ մենք ոտնահարում ենք խոսքի ազատությունը և այլն, ես ուզում եմ շատ քիչ են եղել այդպիսի հրապարակումները, այնուամենայնիվ դա պարզաբանման իհարկե կարիք ունի։ Տեսեք, մեծ մասը այդ վարչական վարույթների բովանդակային բնույթ են կրել։ Օրինակի համար հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է։ Մենք բացի ամեն ինչից ունենք նաև միջազգային վերցրած պարտավորություններ, մենք ունենք այստեղ տնտեսավորող սուբյեկտ, որոնք գումար են ծախսում, դրսից հաղորդումներ են բերում կամ պատրաստում են և նրանք վնաս են կրում, երբ որ այս կամ այն հեռարձակող առանց որևէ պարտավորության, առանց կնքած պայմանագրի, առանց վճարված գումարների ինքը սկսում է անօրինական փաստորեն բովանդակություն տարածել։ Մի մասը դա է, որը միայն պաշտպանում է տնտեսարողների շահերը։ Երկրորդը դա օրինակ բռնության տեսարաններն են, որը շատ կարևոր է դրանում պայքարելը։ Մի մասը ծխելու այդ դրոշմը դնելը հաղորդումից առաջ այդ օրենքի խախտումը։ Մի մասը գովազդի օրենքի խախտումներն են և այդ պատիժները ևս կրում են հանրօգուտ բնույթ, որովհետև մենք չենք կարող թույլ տալ այն ապրանքատեսակի գովազդը, որը վնասում է ֆիզիկական և հոգևոր առողջությանը, այսպես ասեմ։ Դա և ոգելիչ խմիչքներն են, դա և առանց լիցենզիայի դեղամիջոցներն են, դա ոգելիչ խմիչքներն են, ծխախոտն է և այլն։ Այսինքն որևէ պատիժ, որ իրականացվել է մեր կողմից, ինքը միտված չի եղել խոսքի ազատության սահմանափակմանը։ Սա մեկ և մի քանի անգամ ինձ հարց տվեցին, արդյոք դա չի փչացրել մեր և հեռարձակողների հարաբերությունները, ոչ։
մենք շատ լավ իրար հասկանում ենք, հա, եւ մեր այս կատարած քայլերը վերջի տարվա մեջ էականորեն նվազեցրել են օրինակ նույն հեղինակային իրավունքի պաշտպանումը եւ մենք մեր դրսի գործընկերներից բազմաթիվ նամակներ են կստանում, որտեղ շնորհակալություն են հայտնում, որ մենք այդ անզիջում պայքարը տանում ենք, իսկ դա նաեւ բացի ամեն ինչից խոսում է նաեւ Հայաստանի միջազգային ասպարեզում հեղինակության մասին։ Սա շատ կարեւոր է, որ ես ուզում եի նշեի։ Նույնը դատական վարույթներն են։ Շատերը զարմանում են, որ վերջի տարիներին էականորեն շատացել են դատական հայցերը հանձնաժողովի հանդեպ, հանձնաժողովի որոշումների, կայացրած որոշումները բողոքարկվում են դատարաններում եւ միայն անցյալ տարի մենք մասնակցել են 14 դատական այդ գործընթացներում, 6-ը արդեն ավարտվել է, այդ միայն մեկ տարվա ընթացքում էլի պիտի համեմատություն բերեմ, որ 2011-ից 18 թվականին ընդամենը հանձնաժողովի դեմ եղել է 3 դատական հայց։ Տեսեք էլի 7 տարվա մեջ ընդամենը 3, նախորդ տարի միայն 14 դատական գործընթացներում ենք եղել, դա մեզ միայն ուրախացնում է։ Ինչ նախնդիրը, եթե նախկինում եւ լրատվամիջոցները եւ պետական մարմինները, այդ թվում մեր հանձնաժողովը ոչ իրավական մեթոդներ էին դիմում, որպեսզի այս կամ այն խնդիրը լուծեն, ապա այսօր բոլոր խնդիրները կամ գրեթե բոլոր խնդիրները լուծում են դատարանի միջոցով, որը բարձրագույն ատյանն է, եւ այնպես չի, որ հանձնաժողովը միշտ հաղթում է, մենք նաեւ պարտվում ենք, լինում է, ընդունում ենք մեր սխալը, փոխում ենք մեր որոշումները, բայց դա նաեւ մեզ նախադեպեր է տալիս, որպեսզի մենք հասկանանք, որտեղ ենք մենք սխալ որոշումներ ընդունենք, դա մեկ, իսկ շատ ժամանակ նաեւ դա ընդհանրապես մեր օրենքի անկատարությունն է։ Ես մի օրինակ բերեմ, շատերը հիշում են, ով հետևում է մեր աշխատանքներին կամ լրատվամիջոցների, որ 2 տարի առաջ, այսինքն 2024 թվականի հունվարին մենք մեկ ամսով կասեցրեցինք ռադիոտոսպայի հաղորդումներից հեռարձակումը, Սպուտնիկի հեռարձակումը Տիգրան Կեոսայանի արտասանած ճառերի համար, շատ լավ հիշում եք, այնտեղ ամենակեղտոտ բառերն էին եւ Հայաստանի հանդեպ եւ մեր ընտրած իշխանությունի կամ չընտրած իշխանությունի դա որևէ կապ չունի, սպառնալիքներ կային եւ մենք նույնիսկ քաղաքական բաղադրիչ չհանում ենք, մենք հանել ենք միայն այն ցիտատները, որ ինքը ոտնահարում է մեր ազգային արժանապատվությունը, խոսում է, որ մեր ժողովուրդը ժեխ է եւ այլն եւ կոչ է անում օրինակ, որպեսզի ներխուժում լինի ինչ որ չափով, որպեսզի փոխվի Հայաստանի Հանրապետության իշխանությունները, անկախ նրանից մենք ոնց ենք վերաբերվում մեր իշխանություններին, պարզ է, որ դա կոպիտ միջամտությունն է մեր ներքին գործերին եւ անթույլատրելի երևույթ է հատկապես դրսից խոսող ռետորների համար, բայց ի զարմանս մեզ եւ ձեզ Տոսպան ռադիոընկերությունը բողոքարկեց մեր որոշումը եւ արդեն հաղթեց Արաչյանի դատարանում։ Ինչ նախնդիրը, որովհետեւ ցավոք մեր օրենսդրության մեջ դեռ հստակ սահմանված չեն սահմանումների չկան ատելության խոսքի, հա, ներքին գործերի մեր միջամտության եւ այլն։ Դա չի նշանակում, որ հանձնաժողովը սխալ որոշումներ է ընդունվել, մենք պետական անկախ մարմին ենք եւ պիտի պաշտպանենք նաեւ Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների հեղինակությունը միջազգային ասպարեզում, բայց ցավոք մեր օրենսդրությունը ներկա որոշ չափով թերի է եւ այդ գործիքները մեզ չի տալիս։ Սա որպես դատական նիստերի մեզ մոտ խնդիր ունենք, ամենամեծ խնդիրը հեղինակային իրավունքի խախտման դա ցանցային օպերատորների մոտ է։ Օրինակ մենք նախորդ տարի, սա էլ ձեզ կհետաքրքրի, 42 ստուգում ենք արել ցանցային օպերատորների մոտ, իսկ մենք ունենք 31-ի դրությամբ 53 ցանցային օպերատոր Հայաստանով մեկ եւ 42 այցելությունից եւ ստուգումից հետո 26 ստուգումից հետո մենք վարչական վարույթներ ենք բացել հեղինակային իրավունքը խախտելու համար։ Տեսեք ինչ ահռելի թիվ է։ Չեմ կարծում ուրիշ այլ բնակավար կա, սկսած տնտեսավարողներից, խանութներից, հա, չգիտեմ, որտեղ վերստուգող մարմինը մտնի եւ 42 ստուգումից 26-ում խախտումներ հայտնաբերի։
այդ խախտումները կամ մեր հեղինակազորված կազմակերպությունների կամ օտար հեռուստածրագրերի առանց պայմանագրային հիմքերի հեռարձակումն է, որը եւս մեծ խախտում է եւ դժգոհություն է առաջացնում դիստրիբյուտորների մոտ։ Ինչն է դրա պատճառը։ Մենք այն չի, որ ցանցային օպերատորները նրանք պարտաճանան չեն։ Դա նորից օրենսդրության ինքը անկատարությունն է, երբ որ անկախ նրանից ցանցային օպերատորը 1 կամ պայմանական 100 ոչ պայմանագրային հաղորդում է ցույց տալի, ես լևի բառը օգտագործեմ, բոլորին հայտնի է, ինքը նույն գումարով է պատժվում 50,000 դրամով խախտման համար։ Դե դուք տնտեսավորող եք, դուք ձեր փողերը հաշվում եք, դուք բիզնեսմեն եք, եթե գիտեք, որ եւ 1-ի համար եւ 20-ի համար դուք նույն պատիժը կկրեք, բնականա դուք 20 խախտում կանեք եւ տնտեսեք ձեր գումարները։ Եվ այն նախագիծ օրենքի, որի մասին երեք չեմիսոր ով հետևել է, քննարկում է եղել ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում եւ կմտնի արդեն քննարկման առաջին թերցմամ լիագումար նիսկ, այս խնդիրը օրինակ լուծված է եւ արդեն ոչ թե ընդհանուր պատիժ լինելու անկախ խախտման քանակներից, այն ամեն մի խախտում ունենալու է ֆինանսական, պատիժը, այսինքն 1-ի համար 50,000, 2-ի համար 100,000, 5-ի համար 200,000 եւ միայն այդպիսի ֆինանսական, գործիքներով մենք կարողանանք կանխել այդ անօրինական հեռարձակումները։ Սա է, ինչ էլի կարևոր բաներ է եղել 2025 թվականին։ Եթե հետևել եք, ստեղծվել է հանրօգուտ հաղորդումների աջակցման հիմնադրամ։ Ինչի մասին օրինակ մենք խոսում ենք եւ անձամբ ես արդեն 7 տարի եւ 2019 թվականից սկսած դա տեղ է գտնում մեր տարեկան հաղորդումներին։ Մենք առաջարկում ենք, որպեսզի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները հանրօգուտ բովանդակություն պատրաստելու համար պետությունից գումար ստանան։ Որովհետև դուք շատ լավ գիտեք, որ հանրօգուտ բովանդակությունը ինքը մեծ լսարան չունի։ Լսարան ունեն ցածրորակ սերիալները, շոուները, այսինքն քաղաքական բանավեճերը միգուցե, բայց այն մշակութային կամ կրթական հաղորդումները, որոնք շատ կարևոր են մեզ բոլորիս, մեր հասարակության տարբեր շերտերի համար, նրանք մեծ առաջինը լսարան չունեն, երկրորդը շատ գումարներ են պահանջում եւ ուրեմն բիզնես կառույցներին ինչպիսին են հեռուստաընկերությունները շահավետ չի նամանավանդ պայմաններում եւ գովազդային գումարները շատ են իջնում այդպիսի բովանդակություն ստեղծել եւ տարածել եւ անցյալ տարի օրենսդրորեն սահմանվեց հանրօգուտ ֆոնդի ստեղծումը, կառավարության որոշումը ընդունվեց, առաջի տրանշը կառավարությունը արդեն հատկացրել է հիմնադրամին, դա մեծ գումար չի, 250 միլիոն դրամ է, որը պետք է բաժանվի մոտ 10 հեռարձակողների միջև հանրային եւ մայրաքաղաքային ծածկույթի եւ նաեւ 8 մարզային հեռուստաընկերությունների, սա պիլոտային փորձն է եւ հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամ նաեւ ես եմ, որտեղ կան բավականին ճանաչելի մարդիկ եւ պետական ապարատից եւ հանրային կազմակերպություններից նրանք կփորձեն այնպես բաշխել այդ գումարները, որպեսզի դրան շնորհիվ ստեղծվեն օրինակ մանկական հաղորդումներին, որոնք քանակը կատաստրոֆիկ քիչ է Հայաստանում, կամ գնեն ուսուցողական մուլտեր մանկական հաղորդումներով սահմանափակվեմ, որոնք շատ թանկ են դրսում, շատ դժվար է բերելը եւ ավելի դժվար է դրանք թարգմանելը։ Եվ այդ պատճառով է, որ շատ ժամանակ բերում են, նրանք լուսագրերով են թարգմանվում, բայց 3, 4, 5 տարեկան երեխաները շատ ժամանակ 7-8 նույնիսկ այդ ունակությունը չունեն արագ կարդալու եւ նրանք փաստորեն այլ լեզուներով մեծամասամբ ռուսերեն են տարածում Հայաստանում, որը բնականա իր նպատակին չի հասնում եւ մենք այնպես պետք է անենք, որ այդ գումարները ուղղվեն այդպիսի հաղորդումները գնելու, թարգմանելու կամ ստեղծելու համար, մրցույթը արդեն հարթարված է եւ հեռուստաընկերությունները հունվարին արդեն ներկայացնում են իրենց առաջարկները եւ եթե այսպես ասեմ, փորձնական էքսպերիմենտը ստացվի, ապա եւ կառավարությունը եւ միջազգային կազմակերպությունները եւ մասնավոր սեկտորը ես հույսով եմ կմասնակցեն այդ գործին եւ բավականին մեծ գումարներ կգեներացնեն հանրօգուտ հաղորդումներ ստեղծելու համար
եւ եթե դա ստացվի, մենք մտադիր ենք դա տարածել նաեւ սլոտ ստացած FM տիրույթում ռադիոընկերությունների համար, որոնք եւս կարեւոր հանրային դեր են կատարում։ Սա մեկ, երկրորդը շատ կարևոր էր, որ անցյալ տարի ստեղծվեց ինդուստրիալ կոմիտեն, որը միավորում է հեռուստաընկերություններին եւ գովազդային կազմակերպություններին, որը ընտրեց չափող կազմակերպությունը եւ հունվարի 1-ից այդ չափող կազմակերպությունը իր աշխատանքները սկսել է եւ որը մենք հույսով ենք ինչ որ ձևով կբալանսավորի եւ կմեծացնի գովազդային շուկայի ծավալը։ Դուք շատ լավ գիտեք, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, խոշոր ընկերություններ, նրանք գովազդը տալիս են ոչ թե րոպեի համար, այն հստակ հաշվարկների համար, հաշվի առնող GRP-ին, հեռուստաընկերությունների ռեյտինգը, շեյրերը, որոնք թույլ են տալիս ճիշտ գին սահմաններ, եւ երբ որ հին կազմակերպությունը, որը այլևս էլ չի աշխատում, ինքը որոշ կասկածներ առաջացնեց հեռուստաընկերությունների մոտ, աուդիտը կատարվեց եւ աուդիտը միջազգային աուդիտը դրսից, եթե չեմ սխալվում, ինչ կազմակերպություններ, շվեդական, չեխական, խորեն կհիշեք, որ երկրից 3 պետության ընդհանուր, եվրոպական, եւ նրանք, Նորվեգիայով, այսինքն իրանց տվյալները կասկածի տակ չեն կարող դնել եւ պետությունը բավականին մեծ փող ծախսեց, որպեսզի այդ աուդիտը անցկացնի եւ աուդիտը բազմաթիվ թերություններ գտավ եւ ստիպված էին հեռուստաընկերությունները հրաժարվել այդ հին ծառայություն մատուցողից, հիմա նորն է աշխատում, մենք հույս ունենք, որ շուտով այս 1-2 ամսվա մեջ հունի մեջ կմտնի եւ գովազդատները եւ հեռուստաընկերությունները կստանան ճշգրիտ տվյալներ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, տնտեսավորողներ, որոնք վատ չափումների պատճառով Հայաստանի շուկայից գնացել են, նրանք կվերադառնան եւ այդ ծավալը կմեծանա, ինչը միայն օգուտ կբերի հեռուստաընկերությունների համար։ Սա եւս մենք գտնում ենք, որ շատ կարևոր նպատում էր անցյալ տարվա համար։ Մենք շատ լավ միջազգային գործընկերներ ունենք եւ շատ կոշտ եւ արդյունավետ աշխատել ենք, բայց դա կա եւ այս փոքր տեղեկանքում եւ մեր հաղորդման մեջ կլինի եւ ես եզրափակեմ, որպեսզի շատ ձեր ժամանակը չխլեմ, ինձ ավելի հետաքրքիր է պատասխանել ձեր հարցերին, հույսով եմ նրանք կլինեն։ Մենք ունենք մի քանի լրջագույն սպառնալիք վտանգ, կամ challenge, այսպես են ասում, որը մենք հույսով ենք այս մի քանի տարվա մեջ պետք է լուծվի, եթե մենք ուզում ենք, եւ առողջ մեդիա դաշտ ունենալ եւ առողջ հասարակություն։ Առաջինը դա, ինչպես ասացի, արհեստական բանականության գործիքներով գեներացված արհեստական բովանդակությունն եւ deepfake-ն է։ Դուք երևի չեք նկատում, մենք արդեն տեսնում ենք, որ որոշ հեռուստաընկերություններ նամանավանդ համացանցում նրանք սկսել են օգտագործել այդպիսի տեսալասողական բովանդակությունը։ Ամենապարզ բաները դուք տեսել եք, որոնք ճանաչել են, օրինակ, չգիտեմ, երկրի նախագահան կամ շատ հայտնի բժիշկ, ինչ որ մի բան են, գովազդում, որ իրականում իրանց դենը չի, նրանք չեն, դա մենք անզեն աչքով տեսնում ենք, բայց այսօրվա տեխնոլոգիաներով արդեն կամաց այդ բովանդակության մեջ, հատկապես համացանցային հեռուստաընկերություններում ներածում են այդպիսի սյուժեներ, որոնք անզեն աչքով մեր շատ դյուրահավատ շատ ժամանակ մեդիագրագիտությունից դուրս հասարակության հատվածները նրանք չեն կարող հասկանալ, որ դա իրականություն չի եւ այդ deepfake-երը եւ այդ սինթետիկ կոնտենտը, երբ որ ցանկացած մարդուն կարաս ցանկացած միջավայրում նկարես, կներեք կարաս մերկացնես հայտնի տիկնոջը եւ գցես համացանցի մեջ եւ դա անցալվի որպես ճշմարտություն, դա բավականին մեծ սպառնալիք է մեզ բոլորիս համար եւ եթե արդեն գրեթե բոլոր երկրներում եվրոպականից սկսած որ արդեն կարգավորում է Եվրոպայի բանով հրահանգով, Եվրոմիության Digital Act-ով, սկսել է արդեն կարգավորել, մեր մոտ նոր առաջի քայլերն են արվում եւ մենք տեղյակ ենք, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը արդեն այդ արհեստական բովանդակության, սինթետիկ բովանդակությամբ ստեղծված կոնտենտի վերաբերյալ նախագիծ ունի
Եվ մենք առիթից օգտվել կոչ ենք անում, որ ազգային ժողովը շուտ անդրադառնա այդ հարցին եւ ընդունի, որովհետեւ գիտեք դա պայթունային արագությամբ է զարգանում այդ գործիքները եւ վաղը չեմսոր ոչ միայն քաղաքական նպատակներով։ Այդ բոլորս հասկանում ենք, այնուհետև ընդհանրապես ֆիշինգի համար, հա, մարդկանց մոլորեցնելու, փոխփոկելու։ Դուք շատ լավ գիտեք, հիմա TikTok-ով շատ ժամանակ մարդկանց բուժում են, փող են վերցնում, ինչ որ փողեր են փոխանցում, այդ ամենին պետք է Հայաստանում վերջ տրվի, օրենսդրական այլ ձևեր չկան, խստացումներով, որը նորից շատ լավ մենք բոլորս հասկանում ենք, որ դա որևէ կապ չունի խոսքի ազատության սահմանափակման հետ։ Երկրորդը ինչա շատ կարևոր է, դա մինիմալ, հա, նվազագույն համացանցի նվազագույն կարգավորումն է։ Դուք տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում, ամբողջ հանձնաժողովի, այսպես ասեմ, ջանքերը, հա, օրենսդրական կարգավորումները վերաբերում են առաջերտին հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների, FM տիրույթում գործող ռադիոընկերությունների եւ ավելի քիչ, բայց այնուամենայնիվ նաեւ ցանցային օպերատորների, կաբելային օպերատորների պատնետներում հեռարձակվող հեռուստածրագրերի համացանցը ինքը բացարձակ որևէ ձև չի կարգավորվում եւ երբ որ մենք արդեն մի քանի տարի ասում ենք, որ համացանցը պետք է կարգավորվի, շատ շատերը եւ հասարակական կազմակերպությունները եւ պատգամավորական կորպուսի մի մասը պնդում էին, որ համացանցը կարգավորման ենթակա չպետք է լինի, ինչը գրված է նաեւ տեսլասխաղական մեդիայի մասին մեր օրենքում եւ վիճակը փոխվեց միայն նախորդ տարի, երբ որ ամբողջ աշխարհը նորից եմ կրկնում, ոչ թե ավտորիտար կամ բանպետությունները կոշտ քաղաքական մոդելով, այլ նաև Եվրոպան սկսեց շատ կոշտ սկսեց կարգավորել համացանցը, որտեղ դուք տեսեք, այն ինչից մենք ով է շահառուն այդ համացանցային առանց կարգավորումների բովանդակության շահառունովը Շարուն են մարդն, ով ուզում է ատելություն տարածի, ով ուզում է մարդկանց խափի, ով ուզում է համոզի մարդկանց, որ օրինակ, չգիտեմ, հա, Արամուսի բանով, գազարով կարելի է քաղցկեղծ բուժել, հա, ամեն ինչը որևէ կապ չունի իրականության հետ։ Սա մեծագույն խնդիր է եւ արդեն ամբողջ աշխարհում կամաց օրենսդրություն է ընդունվում, որը գոնե փորձում է խաբեությունը, ապատեղեկատվությունը, նույն deepfake-ը կամ քաղաքական շահարկումները, բռնության կոչերը, հա, ինչ որ ձև սահմանափակել համացանցում եւ մենք շուտով արդեն մենք մեր այսպես ասեմ տեսլականը կամ գաղափարները ներկայացրել ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, մենք ընդհանրապես օրենսդրական բազայի վրա, քանի որ մենք չունենք հանձնարարություն չունի որպես համանդրական մարմին օրենսդրական նախաձեռնությունների իրավունք եւ դա ճիշտ է, որովհետեւ մենք չենք կարող մեր համար մի օրեն գրել, որը մենք իրագործելու ենք, բնական է չարաշահումներ կարող լինեն եւ մեր շատ հուսալի, լավ եւ արդյունավետ աշխատող գործընկերը այդ նախարարությունն է, որի հետ մենք արդեն մոտակա ժամանակ հունվարի վերջ պետք է սկսենք արդեն աշխատել այն օրենքի նախագծի վրա, որը ինչ որ ձևով փորձելու է կարգավորել նաև համացանցի տեսալասողական բովանդակությունը։ Սա երկրորդ վտանգն է, որ մենք ունենք եւ բոլորս տեսնում ենք, հա, որովհետեւ տեսեք ինչ անհեթեթ վիճակի մեջ ենք։ Մենք միշտ մատուցում ենք հանրային մուլտիպլեքսի բովանդակությունը, հա։ Սա չի կարելի, նա չի կարելի, հա, եւ բայց մենք պայքարում ենք մի բանի դեմ, որը կարիք չկա, որտեվ եթե մենք խոսում ենք երեխաների ֆիզիկական երախտության պահպանման մասին, հա, թինեյջերների 15, 20, 25 տարեկանների մասին, նրանք գրեթե հեռուստատեսություն չեն նայում, շատ լավ դուք գիտեք։ Նրանք օգտվում են համացանցից, նրանք օգտվում են սոցիալական ցանցերից, որը որևէ ձև չի կարգավորվում եւ որը բավականին մեծ վտանգներ է պարունակում։ Մենք վերջերս երբ որ միջազգային մի քանի գործողում ունենք, օրինակ նույն Ալբանիայում TikTok-ային բովանդակության հետևանքով պատճառով մի քանի ինքնասպանություններ եղել երեխաների եւ այնտեղ օրինակ եթե չեմ սխալվում հարյուրավոր TikTok-ային այդպիսի բաներ կանալներ, հա, ալիքներ Ալբանիայի կարգավորող մարմնի պահանջով խնդրանքով փակվեցին եւ հետագայում նաեւ մի ամսով որպես պատիժ փակվեց TikTok-ը, հասկանում եք։ Մեր մոտ որևէ ցավոք ինստիտուտ չկա, վերլուծական կենտրոն չկա, որը կուսումնասիրեր
այդ ցանցերի այդ նետվորքների ազդեցությունը նույն երիտասարդների վրա TikTok-ի մասին բոլորս գիտենք, դրա ազդեցության վրա, չգիտեմ, պետությունը պետք է փող ծախսի կամ մեր գործընկերները միջազգային կամ հասարակական կազմակերպությունները, որովհետև հասկանան այնտեղ պարունակող վտանգները, որովհետև եթե համացանցը շատ լավ գիտեք ստեղծված էր ազատ ժուրնալիստիկայի համար, ապա այսօր այդ հարթակներից օգտվում են ավելի շատ մարդիկ, որոնք ուզում են ինչ-ինչ պատճառներով, քաղաքական, տնտեսական, բիզնես նպատակներով, հա, պրոստը չարության նրանք դիվիդենդներ շահեն մարդկանց մոլորեցնելով։ Այս մի քանի խնդիրը, որը մենք հույսով ենք, որ մոտակա տարիներին եւ մենք դրան կնպաստենք, շատ լուրջ պետք է աշխատենք։ Երևի ես սրանով սահմանափակվեմ, որտեվ անվերջ կարելի է խոսալ մեր խնդիրների մասին, ինչի, որովհետեւ մենք ավելի շատ քողարկված աշխատանք ենք կատարում, նա հանրությանը երևացող չի, բայց հավատացնեմ ձեզ, եթե մեր աշխատանքը չլիներ, ապա մեր մեդիադաշտը, կարգավոր մեդիադաշտը շատ ժամանակ ինքը կվերածվեր գլադիատորների, այսպեսի մարտերի, որը ոչ մի լավ բան մեր հասարակության համար չէր բերի, շատ լավ գիտեք, հատկապես որ այսպես թե այնպես մեր հասարակությունը ցավոք, Պարակտված է, մի քանի հատված իրար չեն վստահում, չեն սիրում, հաճախ հատում են, եւ մենք չենք ցանկանա, որ իր լուման այդտեղ ունենար նաեւ լրատվամիջոցները կամ մեդիան։ Այսքանը երևի, որպես նախաբան եւ մեծ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերը։ Խնդրեմ։ Պարոն Հակոբյան, իմ հարցը ուղղված է տեսալուսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որը վերջերս Գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց։ Այնտեղ մի շարք այսպես չափանիշներ են գտված ատելության խոսքի տարածում, պատերազմի գործունեության, դաշնության եւ այսպես ինձ հետաքրքիր է այդ չափանիշները, չափորոշիչներն ինչպես այդ գիծը գծվում, օրինակ սա ատելության խոսքեր, թե ոչ պատերազմի կոչ եւ այդ վերահսկողությունը ոնց է, որ մարմինն է իրականացնելու, ինչպես է իրականացնելու ու ինչ տուժեր, ինչ պատիժներ են գործելու այս դեպքում եւ մեկ հարցել, քանի որ ընտրությունները արդեն մոտենում են, այս դեպքում այդ քաղաքական խոսույթը թե հանրային դաշտում, թե քաղաքական դաշտում առհասարակ ավելի սրվում է։ Այդ ինչ մեխանիզմներով է ՀՌՀ-ն այդ ուսումնասիրությունը իրականացնելու։ Շնորհակալություն, լավ հարցեր։ Մենք միշտ տարանջատում ենք, սա էլ մենք պետք է հաշվի առնենք քաղաքական խոսույթը, որտեղ մեր պահանջները շատ ավելի նվազ են։ Որտեվ քաղաքական խոսույթում, երբ որ խոսքը գնում է քաղաքական գործիչների մասին կուսակցությունների, այն շեմը թույլատրելի շատ ավելի ցածր է։ Այսինքն քննադատությունը շատ կոշտ կարող լինի, նաև կարող վիրավորանք լինի, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում, դա եվրոպական փորձն է եւ դա ճիշտ է։ Եթե դու մտել ես քաղաքականության մեջ, պետք է պատրաստ լինես, որ քեզ կարող է խոսքով նաև գոտկատեղի ցածր խփեն, եւ այս օրենքները ավելի շատ միտված են երկուսին, ընդհանրապես հասարակությունը պաշտպանել այդ ատելության խոսքից, որտեղ եթե քաղաքական գործիչները 1000 հոգի են, ապա մեր բնակչությունը համարը 3 միլիոն է, եւ մենք պաշտպանելով չենք պաշտպանում քաղաքական գործիչների շահերը, մենք փորձում ենք պաշտպանել մեր հանրության, հանգիստը, անդորրը եւ այլն։ Ինչ ավելացնում ոչ մի բան, այսինքն այն կարգավորումները, որ գործում էին հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ, հիմա գործելու են նաև կաբելային ցանցերում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ, այդ թվում նաև Եվրոմեդիայի ընդամենը, եւ վերջերս, եթե չեմ սխալվում, դուք արդեն տուգանվեցիք բանի համար, երբ որ ձեր վերնագիրը անգլերեն լեզվով էր։ Առաջ դա վերվում էր, գիտեմ, եւ շնորհակալ եմ դրա համար։ Եթե առաջ դա վերաբերվում էր միայն հանրային մուլտիպլեքսում գործող ընկերությունների համար, հիմա նաեւ համացանցում եւ դա ճիշտ է։ Հայաստանում մենք հայերեն լեզու է եւ գոնե մեր անվանում պետք է լինի հայերեն, մեր մայրենի լեզվով։ Ինչով ենք առաջնորդվում սահմանումներով։ Մի մասը սահմանումների մենք ենք մշակում եւ այդ օրենքում գրված է, երբ որ օրենքը ընդունվի, որոշ կարգավորումներ լինելու են մեր կողմից, հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ կամ անձնական ակտերով, մի մասը քրեական օրենսդրության կամ վարչական օրենսդրության մեջ արդեն կան, իսկ մի մասը դեռ մշակված չի, չնայած սեպայով մենք դրա պարտավորությունը ունենք, օրինակ արդեն 2025 թվականին մեր օրենսդրության մեջ պետք է իմպլեմենտվեր
ատելության կամ ատելության խոսքը ինչ է նշանակում դեֆինիցիան, մենք միջև հիմա ցավոք չունենք, Փորձում ենք առաջնորդվել միջազգային սահմանումներով, որը միշտ գիտեք, ազգային օրենսդրությունից ավելի բարձր է, բայց օրինակ մենք ատելության խոսքի սահմանումը չունենք եւ հույս ունենք, որ Արդարադատության նախարարությունը դա արդեն կմշակի եւ կտրամադրի մեզ որպես գործիք, միջև այս օրենքը ուժի մեջ մտցնելը։ Իհարկե, իսկ չափորոշիչներ օրինակ բռնության, մենք ունենք բռնության չափորոշիչներ, մենք ունենք բռնության չափորոշիչներ, որոնք մշակել է մեր հանձնաժողովը եւ որը համապատասխանում է այլ միջազգային ստանդարտներ։ Մենք ունենք չափորոշիչներ այն բովանդակության, որը ազդում է անչափահասների ֆիզիկական եւ մտավոր առողջության վրա։ Դա արդեն ավելի կոշտ կազդի նաեւ ցանցային օպերատորների փաթեթներում գործող ծելեների համար։ Քրեական օրենսգրքում կա ինչ բան է, չգիտեմ, պատերազմի հրահրումը կամ սահմանադրական կարգի տապալման կոչերը, այսինքն մենք ընդհանրապես օգտվելով արդեն սահմանված իրավահարաբերություններից կամ բաներից, սահմանումներից մենք արդեն կաշխատենք մեր գործը, բայց նորից եմ կրկնում, որևէ հավելյալ պարտավորություն, հավելյալ սահմանափակում չկա։ Ընդհանրապես մենք փորձում ենք հավասար պայմաններ ստեղծել հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները եւ համացանցը, որովհետեւ այսօր տարբերությունը գրեթե ոչ մեկ չի զգում։ Չի զգում, որտեղ նույն բովանդակությունն է, նույն հեռուստաընկերություններն են եւ շատ անարդար է, երբ որ մեկի դեմ եւ անարդյունավետ, երբ որ մեկի դեմ դու պարտավորություններ ես դնում, իսկ մյուսը օգտվում է այդ բացերից օրենսդրության մեջ եւ չարաշահում է խոսքի իրավունքը։ Առաջինը մենք զգուշացնում ենք, միանգամից որևէ վատ բան չենք անում, զգուշացնում ենք, նամակ ենք գրում, բացատրում ենք, փորձում ենք հասկացնել ինչն է, լսում ենք իրանց պարզաբանումները, ժամանակը ենք տալի, որպեսզի շտկվի եւ դրանով մոռանում ենք այդ միջադեպի մասին։ Եթե դա կանոնավոր է արվում, օրինակ, չգիտեմ, տարվա մեջ եթե չեմ սխալվում 3 անգամից ավել, նույնը, օրինակ տարվա մեջ 3 անգամ առանց հետո շտկելու, առանց պարզաբանելու, առանց ներողություն խնդրելու, բռնության կոչ է արվում կամ, չգիտեմ, սահմանադրական կարգը տապալելու, ապա մենք իրավունք ունենք կասացնել այդ հեռուստածրագրի գործունեությունը կաբելային ցանցերում, ինչ որ ժամանակով։ Եվ այդ ժամանակը անցնելուց հետո այդ հեռուստաընկերությունը նորից կարող է դիմել մեզ եւ ստանալ նոր արտոնագիր։ Բայց ավելի շատ ոչ թե մեր հեռուստաընկերությունների աշխատանքներին է դա ուղված էլի զորօրինակ Եվրոմեդիայի համար, որը հեղինակազորված է այստեղ, որը մեր ռեզիդենտն է, իրավաբանական անձն է այստեղ գրանցված, ավելի շատ այն վերահարձակվող հեռուստածրագրերի համար, որոնք պատրաստման երկիրը այլ երկիր է եւ նա այլ երկրի օրակարգներն է սպասարկում եւ այդպես պիտի լինի, որևէ, չգիտեմ, ամերիկյան, ռուսական, իրանական կամ չինական ծրագիր Հայաստանի օրակարգը չի սպասարկում։ Մենք նաեւ փորձում ենք ապահովել, մեր ինքնիշխանությունը ավելի կոշտ մեթոդիկայով, որտեղ այսօր նույնիսկ եթե ինչ որ հեռուստաընկերություն դրսի անուն չտամ, ինք առավոտից երեկո, միջամտի մեր գործերի նախընտրական օրինակ գործընթացների ժամանակ, կեղտոտը կոչեր անի, ասի գնացեք կառավարությունը, չգիտեմ, սպանեք, սա արեք, նա արեք, բանը մեր հանձնաժողովը որևէ կզարմանակ գործիք չունի, որպեսզի կարողանա կասեցնի այդ աշխատանքները։ Հիմա այդ գործիքները մեզ տրվում են։ Եվ որ արդեն մենք չգիտենք, մեջը բավականին մեծ չափի ուղումներ են մտնում, մենք ավելի հանգամանալից կխոսանք, երևի հատուկ նաև ասուլիս կանենք եւ մենք եւ ԲՏԱ-նախարարությունը եւ հանձնաժողովը ԿԳՍՄ ազգային ժողովի համատեղ եւ այդ օրենքի ընդունումից հետո կարողանանք ավելի սպառիչ պատասխաններ ձեզ բոլորին տալ։ Մեդիա, պարոն Հակոբյան, իմ հարցնել է տեսալսողական մեդիայի օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին վերաբերում, որը ազգային ժողովում կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի կողմից արդեն ստացել է
հավանության, այստեղ նշվում է, որ արգելվելու է տեսահոլովակական հաղորդումներին սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության, դաժանության քարոզ պարունակող տեղեկության տարածումը ցանկը երկար է չկարդամ։ Այս արարքներն արդեն իսկ քրեորեն պատժելի են, որն է իմաստը ներառելու այս օրենքի մեջ փոփոխություններ կատարելու եւ արդյոք իշխանության համար հնարավորություն չի ստեղծում սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը եւ եթե ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ հյուրը հայտարարություն է անում, որի բովանդակությունը արգելված է այս օրենքով, արդյոք մեդիան է պատասխանատուն այս իրավիճակում եւ արգելվում է նաեւ օտարերկրյա ծրագրերով Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, դա կարելի է կամայականորեն մեկնաբանել, ինչ մեխանիզմով է որոշվելու դա միջամտությունը, թե կարծիք։ Շնորհակալ։ Շատ ճիշտ եք, տեսեք, լուծումները կան։ Օրինակ, բնականա, որ ուղիղ եթերի ժամանակ շատ դժվար է վերահսկողության տակ պահել քո հյուրի բովանդակությունը, այստեղ արդեն լրագրողները պետք է պատրաստված լինեն եւ մեր օրենսդրությունը եւ մեր նորմատիվ ակտերը եւ հեռուստաընկերությունները դրա մասին գիտեն, պահանջում են, որ այդպիսի ժամանակ կամ վարողը կանգնեցնի եթերը, նկատողություն անի, առաջի անգամ, եթե հյուրը չլսի եւ շարունակի նույն բովանդակությունը, ապա հաղորդումը պետք է դրանով ավարտի։ Եթե դրա հնարավորությունը չկա, ոնց է մեր մոտ նշած, բան ժամկետներում, կար ժամկետներում նույն հաղորդման եթերում կամ նույն բանի, հեռուստահաղորդման, ծրագրի եթերում պետք է վարողը հեռուստաընկերություն ներողություն խնդրեն, բացատրեն, որ դա ուղիղ եթերում է եղել եւ հավաստիացնեն, որ չի կրկնվի։ Այսինքն մենք հնարավորությունը տալիս ենք, դա միանշանակ եւ կրկնում եմ, ասա ամբողջ նրա համար է, որպեսզի այդ խախտումները շարունակական բնույթ չկրեն։ Հասկանում եք, միայն դրա համար, այսինքն 1, 2, 3, 4 եւ դա պարզ է, որ եթե դա դառնում է տվյալ խմբագրության խմբագրական քաղաքականության բաղադրիչը, ինքը ինչ որ դեր է քաղաքական կատարում, այդ ժամանակ նրանք խնդրեմ են ունենում, նույնը վերաբերվում է վերահաղորդվող օտար ծրագրերին, այնտեղ էլ բավականին մենք ունենալու ենք, մենք հիմա մեր իրավաբանական վարչությունը զբաղվում է իրավական ապահովման, մենք պետք է հասկանանք ինչ կարգեր պետք է ընդունենք, ինչ պետք է անենք, բայց հավատացնում եմ ձեզ, որևէ միտում չկա ինչ-որ բան սահմանափակել, մենք միշտ մի կարևորագույն մեր միսիան մենք համարում ենք առաջի հերթին բավարարել հեռուստաընկերությունների պահանջմունքը եւ ցանկացած նույնիսկ երկիմաստություն, օրենքի մեջ մենք միշտ փորձում ենք մեկնաբանել հօգուտ հեռուստաընկերությունների, հատկապես ABN-ին ինձ թվում է սա չի բանանում, ոչ մի ABC-ին, մի քիչ վերաբերվում է ինձ թված Նարեկի կանալն, պետք է ուշադիր լինեք, որովհետեւ մի մասնել ձեր մոտ բանի, ձեր բովանդակության գեներացումը ոչ Հայաստանում, դրսում ստուդիաներ ունեք, ես չեմ սխալվում, չէ՞։ Միայն հայկական է, դրսում ստուդիաներ չունեք, չէ՞։ Շատ լավ, ուրեմն շփոթում եմ, կներեք։ Սա ամենադժվարն է եւ մեր դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, օրինակ շատ իրավական կառույցներ, օրինակ նույն արտադրության նախարարությունը, օրինակ կամ ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ինչ բան է ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Եթե չի հանվի, մենք բոլորով պետք է մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա տարեթերցում հետո չպարունակի եւ չտա մեզ, այն գործիքները, որով մենք կարող ենք փակել մեզ դուր չեկած ինչ-որ հեռուստաընկերություններին, դուք ճիշտ եք ասում, սա դեռ լուծված խնդիր չի, որտեղ նաեւ միջազգային պրակտիկայում շատ դժվար ենք մենք գտնում այդ ձևակերպումը ներքին գործերի մեջ խառնվելը, այլ բաներ գործում են, այլ սահմանափակումներ, բայց սա մենք չենք կարող գտնենք, սա վիճելի է, ճիշտ եք նկատել, շնորհակալություն։ Ռադիովան կրկին այս թեմայի հետ կապված երկու ճշտող հարց ունեմ, օրինակ երբ որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները արձագանքում են օտարերկրյա չինովնիկների կարծիքներին կամ բռնության կոչերին կամ լրագրողների, ինչ է կարծում, երբ որ մենք լուսաբանում ենք կամ խոսում ենք այդ մասին եթերում, սա կարելի է համարել որպես խախտում
հետագայում կհամարվի դա արդյոք խախտում, եւ երկրորդ օրինակ, երբ որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տալիս է ասուլիսներ եւ հնչեցնում այ հարց, որ կգա ժամանակը, երբ կմտնենք Երևան կամ խոսում արևմտյան Ադրբեջանի հետ կապած, եւ մենք լրատվամիջոցներս դա լուսաբանում ենք, դա համարվում է խախտում, կհամարվի հետագայում խախտում։ Այսինքն մասնագիտական հարցեր եք տալի, ես պատրաստ չեմ, բայց տեսեք, զուտ տրամաբանությամբ եւ մեր նախադեպերով։ Եթե դուք ընդհանրապես որպես դա նորություն եք ասում եք, երեք Իլհամ Ալիևը հայտարարեց, որ մտնելու է Հայաստան առանց որևէ մեկնաբանության, առանց որևէ ինչ որ ձևով կամ նույնիսկ ոչ վերբալ ձեր դեմքով, այսինքն նույնիսկ ժպիտով, որ դուք դրա հետ համաձայն եք, տեսական բաներ եմ ասում, բնականաբար դա խախտում կարելի է դիտել, հա? Բայց ավելի շատ էթիկական նորմերի։ Եթե դուք այդ ինֆորմացիան տալիս եք, որպեսզի ինչ-որ ձևով նվազեցնեք դրա ազդեցությունը, հերկեք, դժգոհություն համարեք, խոսեք Արևմտյան Ադրբեջանի սին լինելու մասին, այդ ընդհանրապես քաղաքականության, ամեն ինչը օքեյ է, հա։ Եթե ոչ, այնտեղ կասկածներ առաջացնում, ինչի եք դուք, հա, Հայաստանում տարածում ադրբեջանական նարատիվները։ Բայց սա ոնց են ռուսները ասում, շտուչնի տավար, սա այն բանն է, որը միանգամից ամեն ինչին մենք չենք կարա ինչ որ բնորոշում տալ կամ գնահատական։ Ես կարծում եմ դուք բոլորդ հա պրոֆեսիոնալ մարդիկ եք եւ այդ տարբերությունը ինքներդ շատ լավ պիտի զգաք, հա։ Առաջինը նայել պիտակ նայել։ Իհարկե։ Ես ազգային ժողովում էլ այդ հարցը տվեցին, շատ զարմանալի կլիներ, եթե դուք մի բանը քննադատելով դրա սկզբնաղբյուրը չտայիք։ Հա, անհասկանալի է, եւ շատ ժամանակ այդ մանիպուլյացիան կա բոլոր մամուլում, ասում են այ սենց պատասխանեց, տեղը դրեց, սպորտը տեղը դրեց, չասելով ինչ է ասել, որովհետեւ ի վերջո մենք պիտի հասկանանք։ Դրսից գործընկերների միջազգային կազմակերպությունների ցանկացած երկրից կարող է շատ հիմնավորված, այսօր սիրում են ասել, լեգիտիմ ինչ որ հարցադրում լինի կամ քննադատություն։ Մենք դրանից չպիտի վախենանք։ Եթե դու այստեղ մի սխալ բան ես անում օրենսդրության հետ, կամ ինչ որ երկրի ապրանք ես արգելում, կամ այստեղ ինչ որ երկրի զբոսաշրջիկներին ինչ որ բանով նեղացնում ես, չէ, պայմանական բաներ եմ ասում։ Տասնյակ առիթներ կարան լինեն, որ ինչ որ երկիր, ինչ որ կազմակերպություն, ինչ որ անցքաղաքական գործիչ կարող է մեզ քննադատել։ Մենք այդտեղ որևէ խնդիր դուք տեսնում եք, մենք չենք տեսնում, եւ որևէ անգամ չի եղել, որ մենք ինչ որ կոշտ դրա համար արձագանքենք։ Բայց այդ սաղ էթիկայի ձեր խմբագրական քաղաքականության տիրույթում է, մենք եթե նկատել եք, մենք փորձում ենք տենց բաների մեջ չխառնվել, եթե խնդիր ենք տեսնում, մեր մոտ մշտական աշխատանք է գնում բոլորի հետ, երբ որ խնդիր կա, մեզ զանգում են, հարցնում են, մերոնք են զանգում, պրոֆիլակտիկ ասում են, գիտեք, այս բանը ոնց որ թե սխալ է արվում եւ այլն։ Այսինքն հերարձակողների հետ մեր կարգավորման տակ գտնվող ամենօրյա աշխատանք է արվում, որպեսզի այսպիսի բաները դուրս գան, որտեղ ամեն հարցին շատ դժվար է միանգամից պատասխանել։ Այսպես երևի։ Հաջորդ հարցը խնդրեմ։ Ազատություն ռադիոկայան, պարոն Հակոբյան, իմ հարցն է տեսալսողական մեդիայի մասին փոփոխությունների նախագծին վերաբերում։ Հաշվի առնելով, որ տարին ընտրական է, պարոն Հակոբյան, դուք անձամբ ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, հա, մտավախություն չեք ունեցել, որ այն կարող է մահակ դառնալ լրատվամիջոցների գլխին, օրինակ դուք ինչպես եք որոշելու, որ մի ծրագրով սահմանադրական կարգը տապալելու կոչ է հնչել, եթե այդ հարցը քրեական օրենսգրքով է կարգավորվում եւ 3 դատական մարմին պիտի անցնի, պարոն Հակոբյան, որպեսզի որոշվի սահմանադրական կարգը տապալելու կոչ հնչել է, թե ոչ։ Նախագիծը եթե այդ տեսքով ընդունվի, չեք կարծում, որ հետագայում սահմանադրականության հարց կարող է առաջանալ, եթե որոշումները ձեզ թողնվեն, հա։ Նաև մեդիա փորձագետներն էին, պարոն Հակոբյան, դաշտի հասարակական կազմակերպություններն էին անհանգստացած այս խստացումներով, որ դրանք կամայական մեկնաբանության տեղ կարող են թողնել։ Նրանց հետ ուզում եմ իմանալ, քննարկել եք, հաշվի առել եք նրանց դիտարկումները, մշակման փուլում կարծես ասում էին, որ ներգրավված չեն
են եղել։ Նաև կարևորում էին Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկելը, դուք տեղյակ եք ուղարկվել է թե չէ, եթե ոչ ինչու չի ուղարկվել, եւ նաև վերջին հարցը ներողություն եմ խնդրում, շատ են հարցերը, դուք ներքին գործերին միջամտելու հարցին անդրադարձակ եւ ասիք որ օրենսդրության մեջ թերի է, հա, այդ դեպքում ինչու է այն տեղ գտել նախագծում եւ եթե ճիշտ հասկացա, խնդրում եմ նորից ասեք, հա, կամ եթե սխալ եմ հասկացել ինձ ուղղեք, արդյոք պատրաստվում եք առաջին ընթերցման ժամանակ այդ ձևակերպումը հանել նախագծից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, երկար մի քանի բանից բաղկացած, բայց ես ստիպված եմ որպես հանձնաժողովի նախագահ խոսալ, ոչ թե անձամբ իմ կարծիքը չեմ կարծում ձեզ հետաքրքրում, առանձին կարանք դա քննարկենք, հա։ Վերջինից սկսեմ։ Ինչից եղավ ներքին գործերին միջամտելու։ Քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ ավելի շատ այսպիսի տեղեկատվական հարձակումները քան ռուսչական, նույնիսկ հարձակումները չէ։ Այն տեղեկատվական օրակարգը, որը թելադրվում է մեզ դրսից, դա Ռուսաստանի արտադրության ալիքներից է։ Ինչի, որովհետև ռուսերեն ստեղ բոլորը խոսում են, որովհետև Ռուսաստանը համարում է, որ մենք շատ մոտ ենք, իրավունք ունի համեք մեր վրա թափ տալ եւ այլն եւ այլն։ Պատճառների մասին չխոսա։ Եվ այն միջկառավարական պայմանագիրը, որը կնքվել էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, մեջը այդ տողը կա։ Այսինքն բացառվում է, այսինքն Ռուսաստանը ընդունել է այդ նորմը, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հեռարձակողները ռուսաստանյանները ստեղ մեր Ռուսաստանում հեռարձակող չմիջամտեն ներքին գործերին, այսինքն դա արգելված արարք է։ Եվ այդ նորմը մենք առաջարկեցինք մտցնել մեր օրենսդրության մեջ, բայց պարզվեց, որ մեր իշխանությունները շատ ավելի բան են, հա, սկզբունքային են։ Եվ այդ նորմը, որ մեզ պետք է օգներ, նրանք կասկածի տակ են դնում, որովհետև մի բան է միջկառավարական պայմանագրում ինչ որ նորմը լինի, այլ բան է դա իմպլեմենտացնես բանի մեջ, օրենսդրության մեջ, դրա համար դա բաներ է առաջացնում, կասկածներ, բայց նորից եմ կրկնում, նախադեպը միջկառավարական պայմանագիրն է, որ այն ժամանակ մի քիչ արագ կազմվեց եւ մեջը բավականին թերություններ կան, որոնք նվազեցնում են մեր հնարավորությունները վերահսկողության, գիտեք, ռուսական ծրագրերին։ Սա այսինքն մեր նախադեպը միջկառավարական պայմանագիրն էր, հա, մենք այդտեղից ենք այդ նորմա վերցրել։ Հնարավոր է դուրս գա, մենք չգիտենք դեռ, հա, դրա համար թող ընդունվի նոր կիմանանք, եթե մնա, այսինքն դրան մենք դիփորձենք լուրջ սահմանում տալ, ձևակերպում տալ, որ իսկապես չհրաշայինք, որտեղ այս հարցին պատասխանեցի, ցանկացած դրսից քննադատություն, վտանգ կա, որ մենք կընդունենք որպես միջամտություն, մենք ընդունում ենք։ Եվ ընդհանրապես, եթե ձեր հարցին պատասխանեմ, վտանգները ամենտեղ են։ Օրենք ընդունենք, վտանգներ կան կամ չկան։ Հակոբյանը լինի Պողոսյանը, թե Պետրոսյանը, վտանգները միշտ կան։ Վտանգները մեր, հա, համերաշխության, մեր ընդհանուր տեսլականի, մեր ազնվության, չգիտեմ, հազար մի բան բարեխոսություն չանեմ, դա է գրավականը, ոչ թե օրենքում սահմանված նորմը, որտեղ ցանկացած նորմ կարելի է մեկնաբանել այն ինչպես որ մենք ուզում ենք։ Այդ առումով սահմանադրական կարգը տապալելու խնդիրը ինքը այո քրեականացված է։ Բայց մեր մոտ հիմա ինչ կա, մենք նույնիսկ եթե քրեական գործ հարուցվի, չպետք է քրեական գործ հարուցվի, դատական ատյաններով անցնի, ճիշտ է, չէ, եւ նոր որոշումը ընդունվի։ Ինչքան է դա տևում։ Հարգելի տիկին Աստղիկ։ Լավագույն դեպքում տարի։ Այսինքն մենք մի տարի թույլ ենք տալի պայմանական, չգիտեմ։ Ինչ որ, չգիտեմ ինչ նյուս, հա, Կորեա նյուս, հեռուստածրագին, որը մեր ցանցային օպերատորների մեջ է, մենք թույլ ենք տալի 1 տարի, ինքը ինչ ուզենա Հայաստանի մասին ասի։ Պատկերացնում եք դա։ Ելնելով այն սահմաններից, որոնք կան քրեական բանում, օրենսգրքում, որոնք կան այն նորմատիվ փաստաթղթերում, այլ ձև մենք չունենք։ Մենք իրավական մարմին չենք, մենք գնահատական չենք տալի այն մարդուն, որը դա ասել է։ Քրեական պատիժը ի վերջո հեռուստաընկերությանը չի, չէ, այն մարդուն, որը այդ կոչը արել է։ Մենք արգելում ենք հեռուստաընկերություններին այդ կոչերը տրանսլյացիա անել։ Եվ ինչ ենք մենք կոչում անկախ սահմանադրական մարմին, եւ եթե դուք մեր օրենքը եւ բաները նայեք, մենք շատ իրավունքներ ունենք, որը մեր իրավունքն է եւ չի կարգավորվում դատարանի կողմից։ Սա է խնդիրը, հա։ Վտանգներ կան, բայց մյուս վտանգները մենք կարծում ենք շատ ավելի մեծ են։ Եվ եթե դուք ուսումնասիրեք
էլի Եվրոպան եմ ասում, որովհետև մենք գտնում ենք, որ ամնալիբերալ օրենսդրությունն է այնտեղ։ Դուք տեսեք դեմոկրատիայի բնորան Բրիտանիայում Ofcom-ը իրանց կարգավորող մարմինը ինչ է անում։ Թուրը բռնած մի օրվա մեջ կարող է 200 հատ արտերկրի հաղորդում փակի միայն նրա համար, որ նրանք չգիտեմ բան են անում, էլի, հա։ Նրանք ներեզդակություն են քարոզչական նպատակներով են։ Քարոզչական նպատակը ընդհանրապես ավելի ծավալուն եւ անհասկանալի է, քան ներքաղաքական բանի մեջ կամ սահմանադրական կարգը տապալելը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ներողություն էլի նույն բանը պետք է ասեմ 42-րդ հոդվածը, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է, եթե այդ եթե ներդրական քո երկրի անվտանգությունը, սա, ապա մենք այն լիազոր մարմիններից ենք, որոնք լիազորված են շատ արագ որոշում ընդունել։ Շատ արագ որոշումը չի նշանակում միշտ ճիշտ որոշում, բայց եթե մենք վերցնենք մեր նախադեպը 2019 թվականից խոսամ, որտեվ այդ հունվարից եմ արդեն ինչքան 7 տարի եղավ հանձնաժողովի նախագահ եմ, մենք ոնց որ թե այդպիսի դեպք չենք ունեցել, որպեսզի մենք քաղաքական նպատակներով ինչ որ բան փակենք, որտեղ մեզ դուրս չի գալի։ Բանում մեր կողմից չեն եղել, որովհետև մեր կողմից չպետք է լինեն, դա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ։ Ես գիտեմ, որ դա քննարկման դրվել է բացահարթակներում, հա, եւ ես որևէ ճիշտն ասած, ես հայտարարությունը կարդացել եմ այդ ընկերությունների, այնտեղ ես ոչ թե տեսել եմ ինչ որ առաջարկներ, ի վերջո հանձնաժողովի, եթե դուք առաջարկներ ունեք, կարա գրեք, չէ՞։ Այնտեղ իմ մոտ տպավորությունն է, որ դժգոհությունն է, որ իրանց հետ չի քննարկվել, էլի, այսինքն իրանք անտեսվել են։ Ինքը ընդունելի է, որ նեղվում են, բայց ինքը արդյունավետ չի։ Եթե դուք այնտեղ թերություններ եք տեսնում, խնդրեմ, ձեր տեսակետը արտահայտեք, գրավոր տվեք եւ բտան ինձ թվում է դա կուսումնասիրի։ Ամեն չի, որ հայտարարություններով է, կներեք, հա։ Ես կարծում եմ, էլի, արդյունավետության համար դու առաջարկներ պիտի անես։ Երբ որ առաջարկի տեղը ընդհանրապես դժգոհություն է լինում, դա որևէ բանի չի բերում։ Շնորհակալություն։ Հաջորդը խնդրեմ։ Մարինե Դվոյան, Ավրորա Նյուզ։ Պարոն Հակոբյան, Հայաստանի վարչապետը բազմիցս է կարևորել ֆինանսական շարժերի թափանցիկությունը եւ Հայաստանում հեղինակազորված լրատվամիջոցները յուրաքանչյուր տարի ներկայացնում են տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ Այլ երկրներում այս տեղեկությունը բաց է եւ հասանելի է հանրությանը։ Հիմք ընդունելով այս պրակտիկան, ուզում ենք հանդես գալ առաջարկով, հնարավոր չէ արդյոք, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կարգավորման տակ գտնվող լրատվամիջոցների կողմից ձեզ ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւս բաց լինի եւ այդ հաշվետվությունը դուք հրապարակեք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական կայքեջում։ Շնորհակալություն։ Ով ունենք իրավաբաններից։ Խնդրում եմ էլի, հա, ես ասեք, հա, ես որ սխալ պատասխան չտամ։ Համեցեք, Տիկին Արմինե։ Արմինե Ներսյանը մեր իրավական եւ վերահսկողության վարչության չէ, կներեք։ Լիցենզավորան վարչության պետն է, հա։ Ոչինչ։ Ներքո գտնվող հեռարձակողները պարտավորություն ունեն իրանց իրացական հաշվետվությունը մինչև մայիսի 1-ին հրապարակելու։ Մեզ ներկայացնելու իրանք պարտավորություն չունեն։ Ու այդ պարտավորությանը հետևում է հարկային մարմինները։ Ուզում եմ ասեմ, մեզ չեն ներկայացնում, մեզ ներկայացնում են ընդամենը իրենց հասույթը։ Հասույթի չափ։ Բայց ավելացնեմ միայն իրականությունը սա է, մենք դենք չենք իհարկե, հա, եւ շատ երկրներում այդպես է, եւ որևէ գաղտնիք մեջ չկա, մենք նաեւ ամեն տարի մեր տարեկան հաղորդների մեջ խոսում ենք գործունեության թափանցիկության մասին, լրատվամիջոցների, որում նաև խոսում ենք բաների, հա, իրական շահառուների մասին, իրական իրանց եկամուտների մասին, ինչքան դա թափանցիկ լինի, այնքան լավ, բայց այսօր դա փակ ինֆորմացիա է եւ համարում եմ, որ դա կոմերցիոն գաղտնիք է։ Բացվի, մենք դեմ չենք, մեր մոտ էլ կտպենք։ Մի ժամանակ, եթե չեմ սխալվում, հասույթը նույնիսկ ես որ թերթ էի տպագրում, մենք ամեն տարի վերջնական հասույթը մեր մոտ պետք է բան անենք։ Չէ՞։ Բայց այդ 90-ական թվականներն եմ հիշում, հիմա չգիտեմ ինչ տենց չի, հա։ Ամեն դեպքում ադաբրյամս, եթե այդպիսի օրենք ընդունվի, մենք մեծ հաճույքով կկիրառենք դա։ Այլ հարցեր ունեք։
Միր հերոստանգերություն, պարոն Հակոբյան, իմ հարցը նոր հաճախականություններ տրամադրելու մասին է, կան հայտեր, հնարավոր է նոր հերոստանգերություն կան ռադիո, ինչքան գիտեմ, ռադիոյում չկան հաճախականություններ, չէ, այդ փոփոխությունների մասին 26 թվականին ինչ նոր ծրագրեր կան։ Ոյ, չի ուզում այդ հարցը բարձրանալ, բայց հանրային մուլտիպլեքսը, հա, սլոթերը, նրանք շատ հրապուրիչ չեն արդեն ինչ որ 10 կամ 15 տարի առաջ։ Տասնյակ դրան բացատրություններ կան։ Առաջինը, որ գովազդը գիտեք, շատ ժամանակ գնում է համացանց, գնում է սոցիալական ցանցեր, գնում է կաբելային հեռարձակում, հա, հավելվածներ ինչ որ, սա մեկ։ Երկրորդը վերջի 5-6 տարվա ընթացքում ազգային ժողովը ընդունել է մոտ 7 օրենք մեր հաշվարկով 7-8 փոփոխություն օրենքում, մեր օրենքում գովազդի մասին օրենքում, որը շատ բարի նպատակներ ունենալով, օրինակ շատ բարի նպատակ է արգելել շահումով խաղերի գովազդը։ Շատ բարի նպատակ է բոլորին պարտադրել, որ 20% իրենց բովանդակության հեռուստաընկերությունները տան հանրօգուտ հաղորդումներ, մանկական, սպորտային, մշակութային, հա, բայց այդ ամենի դեպքում այդ լավ նպատակների կամ ժեստերի լեզվով թարգմանել օրեկան մի լրատվական հաղորդում, մի մանկական, շատ լավ է, բայց դա բավականին մեծ գումարներ է, համ դուք գովազդային դաշտը կրճատում եք ձեր օրենսդրական նախաձեռնություններով եւ օրենսդրական փոփոխություններով, համ պարտավորությունները մեծացնում եք։ Այսինքն հանրային մուլտիպլեքսի ծելերների այդ դաշտը այնքան մաքրեցին, այնքան մանվլեցին, դատարկվեց։ Որտեղ փող չեն կարող աշխատեն։ Նախորդ տարի 2025-ին որևէ հեռուստաընկերություն հանրային մուլտիպլեքսում շահույթով չի աշխատել։ Մի մասը պահում է, որովհետև դե պահում է, պիտի պահի, էլի, այտենց 10 տարի, 20 տարի չի ուզում թողնի։ Մի մասը քաղաքական նպատակները, որտեղ շահույթ գեներացնելը իրանց խնդիրը չի, իրանց խնդիրը քաղաքական օրակարգ ձևավորելն է։ Մյուսները ինչ որ չափով, ինչ որ գրանտներով փորձում են աշխատել, բայց մենք մտավախություն ունենք, որ 27-28 թվականին, երբ որ կլինի լուրջ արդեն այդ մրցակցային սլոթերը կազատվեն, մենք կարող է որոշ սլոթեր մենք դատարկ ունենանք, հասկանում եք։ Մեր մոտ օրինակ շատ մարզային հեռուստաընկերություններ կան, որոնք շատ կարևոր ֆունկցիա են կատարում տեղում, որոնք փակման եզրին են եւ շատ նրանք միջև նոր մրցույթ մնան, հետո լիցենզիաները հանձնեն, հա, երրորդը մի քանի տարի առաջ նաեւ գովազդի իրավունք տրվեց հանրային հեռարձակողին, որին մենք դեմ էինք։ Դա էլ մի քանի միլիոն դոլար տարավ էլի շուկայից։ Այնինչ պետությունը պիտի լիիրավ աշխարհում այդպես է, ֆինանսավորի հանրային հեռարձակողին առանց իրան թույլատրելու գովազդային շուկա մոտ գործելու։ Որտեղ երբ որ նրանք մտնում են գովազդային շուկա, իրանց մոտ բնական է, հա, ցանկություն պահանջ առաջանում, այնպիսի հաղորդումներ ստեղծեն, որոնք գումար կբերեն, բայց հանրային հեռարձակողը դրա համար չի, շոուների համար չի։ Հանրային հեռարձակողը այն միսիա պիտի կատարի։ Ինքը չպիտի հետևի իր բաներին, իր ռեյտինգներին։ Այսինքն ինքը միսիա ունի, փիլիսոփայություն ունի, որ այսօր ցավոք չի կատարում, եւ այս ամենը բերեց նրան, որ ինքը որպես բիզնես ինքը շահավետ չի, եւ դա լրջագույն խնդիրներ կառաջանա, որտեղ եթե չլինի հանրային մուլտիպլեքսը, որը միակ հարթակն է, որտեղ քո ազգային բանն է ձևավորվում, հա, որտեղ պահանջներ կա հայերեն լեզվի հեղինակայիններին կպահելու, ես չգիտեմ մեր դաշտը ինչին կվերածվի, ես դրա համար ասեցի, ամենակարևոր խնդիրներից եւ մարտահրավերներից հենց այդ հանրային մուլտիպլեքսին ինչ որ ձևով աջակցելը, որ ինքը իր առաքելությունը կատարի, սա է, օրինակ գիտեք ֆաստը, ինքը շատ լավ ալիք է, որը սպորտային պահանջմունքներն է մեր հասարակության բավարարում։ Ծանրագույն իրավիճակի մեջ, հա, որովհետև այդ բոլոր խաղերի չեմպիոնատների իրավունքները գնելը ինքը ֆանտաստիկ մեծ գումարներ է։ Այսինքն այդ ընկերությունը, որը սլոտը ստացել էր, ինքը բարեգործության պես մի բան անում, որը ժամանակ է գալի, որ մարդիկ չեն ուզում անեն, եւ ես գիտեմ, որ նրանք պարտավորել են դեռ, հա, լիցենզիան չհանձնել, բայց տարին 1.5-ից 2 միլիոն փող են դնում այս գործի մեջ։ Ինչը բավականին մեծ գումար է, որտեվ գիտեք, Եվրոպայի խաղերը բանը դրանք ֆանտաստիկ մեծ գումարներ են, մի քանի միլիոն, որպեսզի դրանց հեռարձակման իրավունքը ստանաս եւ Հայաստանում հեռարձակես։ Ստեղ մեզ հայեցակարգապետ հանրային մուլտիպլեքսի գործնեության, էլի մի քանի տարի ասում ենք, բայց դեռ պետության ձեռքերը այսպես չեն հասնում, հատվածաբար ինչ որ հարցեր լուծում ենք, իհարկե, բայց այդ վտանգները դեռ առկա են ցավոք։
Հաջորդը։ Հանրային ռադիո, պարոն Հակոբյան, իմ հարցն է տեսալսողական մեդիայի փոփոխություններին վերաբերվում։ Ուրիշ հերոս չունեք, պաստորեն։ Ոնց տեսնում եմ, ոչ։ Լիազորությունները հանձնաժողովի ընդլայնվում են։ Հանձնաժողովը ինչպիսի ակնկալիքներ ունի իր անելիքների շրջանակում նոր փոփոխություններով, եւ երկրորդ հարցը, որ վերաբերում է նախընտրական փուլին, 30-ից ավել քաղաքական ուժ ցանկություն է հայտնել մասնակցելու process-ներին։ Հանձնաժողովը ինչ աշխատանքներ է տանում նախընտրական մեդիա մոնիտորինգը իրականացնելու համար, եթե դրանք արդեն առկա են, արդյոք ռեսուրսը բավարարում է այդ գործընթացը իրականացնելու համար։ Լավ հարցեր են։ Առաջի հարցով մենք դեռ չգիտենք, հաշվարկը չկա, միջև նոր օրենքը ուժի մեջ չմտնի, շատ դժվար է հաշվարկել մեզ այն ռեսուրսը, որը հարկավոր է պատշաճ մեր աշխատանքները իրականացնելու համար, որովհետև մեր կարգավորման տակ գործող ընկերությունների թիվը մեծանում է բնական է, եւ այդ մասին նաեւ ազգային ժողովում խոսվեց, մենք պահանջ ունենք տեխնիկական լուծումների, այսինքն արհեստական բանականության էլի գործիքների վրա հիմնված մոնիտորինգային սիստեմի, որը ինչ որ չափով մարդկային գործոնը կհանի, եւ մենք հիմա այս պահին պատրաստում ենք այդ տեխնիկական առաջադրանքը, որովհետեւ նախարարությունը բարձր տեխնոլոգիական հավաստիացրել է մեզ եւ խոստացել է ստանալով այդ տեխնիկական պայմանագիրը, նրանք կմշակեն, կօգնեն մեզ մշակել այդ ծրագրերը, կգտնեն ընկերություն, որը դա կիրագործի, ինքը գիտեք շատ դժվար է, մեծ դատաներ է պահանջում եւ ինչ որ ժամանակ հետո ես հույսով եմ կունենանք նաեւ այն գործիքը, որը կհեշտացնի մեր աշխատանքները, կավտոմատացնի, իսկ դու գիտեք ինչքան մարդկային գործոնը քիչ լինի, այնքան որոշումները նրանք բան կկայացվեն, ավելի օբյեկտիվ, չնայած այնտեղ էլ խնդիրներ կա, որտեղ մեքենան չի կարող իմանալ ոչ վերբալ, բանը, լեզուն։ Օրինակ դու կարաս չարության խոսքն այն ժպիտով ասես, սարկաստիկ, որը լրիվ ուրի մաստատալի, դա լիքը խնդիրներ կան, բայց մենք դրանով զբաղվում ենք։ Սա մեկ, երկրորդ հարցը էլի մոռացամ արդեն։ Նախընտրական մեր հաշվարկներով նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ ենք մենք կոնտակտների մեջ, այլ բան է հայտարարել, այլ բան է մասնակցել, սա մեկ, այսինքն շատ ավելի քիչ կլինի, երկրորդը մի շարք այդ քաղաքական ուժերը բնական դաշինքներով նրանք կմասնակցեն եւ մենք այդ փորձը ունենք, որովհետեւ եթե հիշում եք 21 թվականի ազգային ժողովի ընտրություններում 23 քաղաքական ուժեր մասնակցում, չեմ կարծում, մենք չենք կարծում, որ դրանից ավել կլինի, բայց այդպիսի մեծ քաղաքական մասիվների հետ աշխատելու փորձ ունենք, ինչ ենք անում։ Նախ մենք պատրաստում ենք մեր մեթոդաբանությունը, ինչպես պետք է լրատվամիջոցները դա հեռարձակող լրատվամիջոցները ինչպես պետք է լուսաբանեն եւ մի երկու անգամ ԺՄԻԿ եւ այլ կազմակերպություններ նրանք դրական գնահատական են տվել այն մեթոդոլոգիային, որը մենք փոփոխեցինք։ Եթե նախկինում հանձնաժողովը, միջև 21 թվականի ընտրությունները ինքը նայում էր մեխանիկական հավասարությանը, որը չէր աշխատում, որովհետեւ կա քաղաքական ուժը, որ շատ ակտիվ է, եւ կա քաղաքական ուժ, զորօրինակ կոմունիստները, որը ոչինչ բան չէին անում, շտաբեր չունեին, եւ հերոստատությանը շատ դժվար էր 10 րոպե նրան հատկացնել, 10 րոպե նրան։ Այստեղ իմաստային հնարավորությունների խնդիր կա։ Մենք քաղաքական ուժին հնարավորություններ տալիս ենք մեր մեթոդոլոգիայով, տալիս ենք։ Կօգտվի թե չէ, մեր խնդիրը չի։ Մենք չենք կարող մեղադրենք, չգիտեմ, նույն Արմենիային, ԱԹՎ-ին կամ 5-րդ տալիքին, որպեսզի նրանք բան անեն։ Կոմունիստներին եւ, չգիտեմ, շատ ակտիվ ուժին նրանք նույն ժամանակահատվածը տան, չէ՞, դուք բոլորդ հասկանում եք դա։ Մենք տալիս ենք հնարավորություններ, սա մեկ։ Երկրորդը մենք ամեն ընտրություններից առաջ մի քանի տրեյնինգներ ենք անցկացնում, սա երկու։ Երրորդը մենք նույնիսկ կոչերով ենք դիմում, փորձում ենք համոզել, ամեն ինչ անում ենք, որ ագրեսիայի, ատելության, խախտումների քանակը քիչ լինի եւ եթե նկատել եք նույն 21 թվականի նախընտրական պայքարը ավելի շատ ագրեսիվ էր դրսում, համացանցում, բայց ոչ կարգավորող մեդիայի եթերներում, այդ շատ կարեւոր բան է։ Էլի ստեղ մի բան ասեմ, մի շատ էլի կարեւոր մի անարդարություն կա, որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում, երրորդ անգամ արդեն խոսում ենք միջազգային կազմակերպություններին բողոքում ենք, որևէ արձագանք չկա։ Ուրեմն փոփոխություններով ընտրական օրենսգրքում, սահմանադրական օրենքում յուրաքանչյուր հեռարձակող պարտավոր է անվճար ժամանակ տալ յուրաքանչյուր ընտրություններին մասնակցող կուսակցությանը կամ դաշինքին,
իր բանում, հա, եթե մարզային ընտրություններ են, ուրեմն իր մարզում, եթե համապետական ընտրություններ են, բոլոր հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթ ունեցող ծելեները պիտի ձերի ժամանակ տան, անվճար ժամանակ տան բոլոր կուսակցություններին։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է 25 րոպե ժամանակ տա, հա, յուրաքանչյուր կուսակցությանը։ Պայմանական, եթե 20-ից պակաս չինի, 20 կուսակցություն է մասնակցում, հա, ամեն կուսակցությանը 25 րոպե տալով, ինչքան ժամանակ ենք ստանում ամեն հեռուստաընկերությունում։ Ինչը ինչ է անում, ինչը շատ ժամանակ այդ կուսակցությունները արդեն գումար չեն տա, չէ, հեռուստաընկերություն վճարովի, որտեղ անվճար լիքը ժամանակ ունեն։ Եվ ես նախորդ տարի իմ հաղորդման ժամանակ ներկայացնելու ազգային ժողովում ասեցի, որ դա նույնն է, որ ամեն բենզակալոնկային պարտադրեք մի տոննա ամեն մի կուսակցությանը ձրի բենզին տա նախընտրական պայքարում։ Դուք ինչ իրավունք ունեք անկախ տնտեսավորող սուբյեկտների վրա այդպիսի պարտավորություն դնել, որ ինքը ձրի, հա, լուսաբանի, տա կուսակցություններ ոչ թե լուսաբանի, հա, տա ձրի ժամանակ իրենց գաղափարները տարածելու համար։ Դրա համար կա հանրային հեռուստաընկերություն, հանրային ռադիո, բայց սուբյեկտները, հա, անկախ, նրանք այդ պարտավորությունը չունեն։ Դեղատունը պարտավորություն չունի ամեն կուսակցության նախընտրական պայքարում ներվերա, չէ, բան կա, Վալերենկայի մի քանի տուփ տա ամեն մի կուսակցությանը։ Սա խայտարակություն է, որը ոչ մի երկրում չկա։ Եվ դա էլի կրճատում է առաջինը հեռուստաընկերությունների եկամուտը, եւ երկրորդը ոչ պակաս կարեւոր։ Պարտադրում է այն հեռուստաընկերություններին, որոնք չեն ուզում մասնակցեն։ Ամեն մի հեռուստաընկերություն, որ ուզում է մասնակցի ընտրություններին, քարոզչությանը, գին ասահմանում, հա, ենթարկվում է մեր պարզաբանումներին, բայց հեռուստածրագրեր կան, որոնք չեն ուզում մասնակցեն։ Ֆաստը, որը սպորտ է ցույց տալի, ինչի պիտի ինքը տեղադրի անվճար ինչ որ կուսակցության մասին սիրուն ռոլիկ, հա, կամ նույն մշակույթ հաղորդումը 21 TV-ին, կամ Բունը, որը մշակույթային ալիք է, ինչի ինքը քաղաքականությունից զուրկ է, կամ նուրը, այսինքն ինքը նաև ինքը ոտնահարում է ընտրողի իրավունքը լսարանի, ինքը բուն է միացնում ամենտեղ քաղաքական գովազդա, ինքը ուզում է բունով նայի մշակույթին հաղորդում, միացնում է էլի մեկը կանգնած, հա, էշեշ դուսատալի հազար ներողություն, որովհետև շատ ժամանակ կուսակցությունների ռոլիկներում դա իրականություն չի, դա հնարովի իրականություն է, որպեսզի մարդկանց բան անեն, չգեն դա մանիպուլյացիաներ է, ցականցած նախընտրական ռոլիկ դա մանիպուլյացիա է։ Մարդկանց պարտադրում են Հայաստանի բոլոր ալիքներով հետևել նախընտրական մանիպուլյացիաներին։ Այդ հարցը ցավոք, հա, մենք բարձրացնում ենք, բայց համերաշխություն եւ մեր հեռուստաընկերությունների միջև չկա, որ մենք հասնենք այն նպատակին, որ այդ նորմը, սխալ նորմը հանվի օրենսդրությունից։ Շատ երկար պատասխանեցի, որտեղ իսկապես սա կարևոր է։ Հնարավոր է առաջիկայում, քանի որ ընտրություններ են սկզբում, ձեր ասած առաջարկությունները բարձր տեխնոլոգիական նախարարության հետ ոնց ասեցիք, իրենք են առաջարկում, քննարկվի ազգային ժողովում։ Չէ, ամեն ինչ կքննարկվի, բայց միջև ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել, որ ինչ որ կարողանանք, ինչ որ օրենսդրական փոփոխություններ անենք, դա շատ երկար ճանապարհ է եւ օբյեկտիվ ճանապարհ է։ Ցանկացած օրենք, ով չգիտի եւ կասկածում ինչի էին այսպես երկար ժամանակ տված անցնում, որտեվ օրենքը շատ դժվար բան է, հա, բավականին լուրջ քննարկումներ ա գնում։ Այս միայն այս վերջի օրենքը ես մասնակցեցի մի քանի քննարկումների կառավարություն ազգային ժողովում եւ մի 3-4 կիլո նիհարեցի։ Դա շատ լավ քննարկումներ են եւ մեր շատ ժամանակ բաները ոնց են ասում, ախորժակները զսպող են։ Բնական է, չէ՞, մենք ուզում ենք այնպես անել, դե բան ենք, մարմին ենք շատ լիազորություններով, մեզ զսպում են, հա։ Եվ այդ բաների ժամանակ, այդ ֆլաշերի բաների ժամանակ, հա, բանավեճերի ժամանակ ինքը ընտրվում է այն մոդելները, որոնք ամենա մեր կարծիքով արդյունավետ է կլինեն։ Այլ հարցեր ունեք, հարգելի գործընկերներ։ Պարզ է, չէ, ինչ որ բաների մասին խոսացինք, հա։ Ես ինչ եմ, չէ, շատ շնորհակալություն, ամենակարևորը շատ կարճ եւ շատ լավ էր, հա, շատ ժամանակ չխլեցինք մեր գործընկերներից։ Մի բան միայն ասեմ, տեսեք, քանի որ դուք բոլորդ մեդիա եք, շատ կարևոր դերակատարություն ունեք։ Ես գիտեք ինչ եմ նկատել, որպես վերջաբան ասեմ։ Մեր Հայաստանում տասնյակ վերլուծական կենտրոններ կան։
տասնյակ չէ, հարյուրավոր։ Մեկը զբաղվում է բանկային գործունեության վերլուծությամբ, լոգիստիկայով, մեկը տնտեսական, մեկը ներկրման, մյուսը հոգեկան առողջության, հազար ու մի վերլուծական ու լուրջ կենտրոններ կան, հա, անալիտիկ կամ խորհրդատվական։ Միակ բանը մենք որ չունենք մեդիա դաշտի լուրջ վերլուծություններն է, հա, որոնք օրինակ մենք ինչ որ բաներ անում ենք մեր համար, նույնիսկ այն բաներն ենք անում, որը օրենքով սահմանում չունի, գիտենք ինչքան մուլտեր այս տարի են ցույց տվել, նախորդ ինչ է կրճատվել, ինչ բովանդակությամբ այն ժանրները, բայց դա շատ քիչ է եւ Հայաստանում մենք չունենք մի ինստիտուտ, այսպես ասած, հա, որը կարող էր սներ եւ մեզ եւ ձեզ այն տվյալներով, որը կօգնեն մեզ մեր աշխատանքներում։ Մենք չգիտենք մեդիա դաշտում ինչա կատարվում։ Ընդհանուր մենք ընդհանրապես բան ենք, բացականչություն ենք էմոցիոնալ անում, վատա կամ լավա կամ խոսքի ազատությունը ոտնահարում են կամ ընդհանրակը բոլորին հնարավորություն են տալի միմյանց հայհոյել, բայց մենք լուրջ վերլուծություններ չունենք։ Այ մենք միգուցե հավաքվենք եւ փորձենք միասին մի բան անել, որպեսզի մենք սնուցող օղակ ունենանք, սնուցող կենտրոն, որը կօգնի ձեզ աշխատելու, որը կօգնի ձեզ ճիշտ բովանդակություն ընտրելու, որը կօգնի ձեզ ճիշտ գումարներ աշխատելու, հա, արդյունավետ։ Սրա մասին ինձ թվում է մտածել է պետք, որովհետև մենք սնվող բաներ, աղբյուրներ չունենք, որ իմանանք, մենք ճիշտ ենք աշխատում, թե չէ։ Հավատացում եմ ձեզ, 90%-ը այն, ինչ մեր մասին խոսում են, դա կամ շահարկումական, դժգոհությունական, մի բան է, որը իրականության հետ շրջանակ որևէ կապ չունի։ Մենք վերջերս որևէ, հա, չգիտեմ, հա, լուրջ եւ շատ փաստարկված քննադատություն չենք ստանում, ինչը մեզ էլ է խանգարում աշխատել։ Ես որպես նենց ինչ որ ցանկություն, շնորհակալություն ձեզ, բարի աշխատանք բոլորին։ Շնորհակալություն։